Նիկոլի ելույթների տակ թաքնված նպատակներ միշտ են եղել։ Երբ նա ասում է մենք ոչինչ չունենք զիջելու, իրականում տեսանք, որ նա պատրաստ էր զիջել ամեն ինչ։ Հիմա երբ նա ասում է, թե անընդունելի ադրբեջանցիների վերադարձը, խորը կասկածներ ունեմ, որ հակառակը, նա քննարկում է հենց նրանց բերելու թեման։ Իմիջիայլոց, այդ կասկածները միայն ինձ մոտ չեն։ Հայաստանի 3 մարզ եմ գնացել վերջերս, որոնք սահմանամերձ գյուղերում, ուր ապրում են քիչ թվով մարդիկ, սարքում են 1000-ից ավելի աշակերտի համար նախատեսված դպրոցներ։ Երբ հարցնում եմ, ինչու են 35 աշակերտ ունեցող գյուղում 800 աշակերտի համար նախատեսված դպրոց կառուցում, միտեղ անգամ 1500, տեղի բնակիչները պատասխանում են, այս գյուղում ադրբեջանցիներ են ապրել, երևի էլի հետ են բերելու դրանց։ Այս թեմային էլ եմ անդրադարձել, ուղղակի հիմա շատերը ունեն այդ կասկածը։ Մարդիկ անգամ մտածում են, որ այդ ասֆալտն էլ, որ անում են, ադրբեջանցիների հարմարավետության համար է։ Օդից խոսակցություններ չեն, որովհետև այս տարիների ընթացքում ինչ արել է այս իշխանությունը, արդյունքում տուժել է Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը եւ արդյունքում կատարել է ադրբեջանցիների նպատակները։ Ադրբեջանի նախագահի մասին Նիկոլի խոսքերը գովեստ են, շնորհակալություն են, երախտագիտություն են։ Հայաստանի հայ ժողովրդի եկեղեցու մասին քննադատություն, դատապարտում։ Երեկ Գերմանիայում ադրբեջանցի դեսպանի ներկայությամբ քլնգում էր մեր եկեղեցուն, այսօր Մոսկվայում գովում է Ալիևին։